Ընկերներ, տեղյակ էիք, որ Արաքս համայնքի ղեկավարը պատահական գնորդից 12 միլիոն դրամ եկամուտ է ստացել։ Բարեկամներ, շնորհակալ եմ ձեր աջակցության համար, շնորհակալ եմ տեսանյութերը հավանելու և տարածելու համար։ Երեկ իմ տեսանյութից հետո գյուլագարակցի Էդիկի որդին մեկնաբանության մեջ հայհոյանք էր գրել, որով ցույց տվեց ընդամենը իր կրթական մակարդակը։ Ես իրեն տվել եմ հնարավորություն ներողություն խնդրելու։ Եթե մինչ երկուշաբթի ներողություն չի խնդրի մեկնաբանության մեջ, ապա երկուշաբթի կանդրադառնամ ավելի կոշտ։ Իսկ հիմա ցանկանում եմ խոսել պարոն Ղազար Ղազարյանից, նույն ինքը Արաքս համայնքի ՔՊԱ-ական ղեկավարից։ Ընկերներ, դուք գիտեիք, որ մեր Ղազարը 2 հատ բնակարան ունի Երևանում, 1 հասարակական նշանակության շինություն Ջրաբիում և 3 հողամաս Արաքս համայնքում։ Սա իհարկե միայն պաշտոնական տվյալներով։ Պարզվում է, պարոն համայնքապետը 2024 թվականին շուրջ 12 միլիոն դրամ եկամուտ է ստացել պատահական մի գնորդից, ով գյուղատնտեսական ապրանքներ է ձեռք բերել։ Իսկ դուք, ընկերներ, երբևէ պատահական նման եկամուտ ստացել եք։ Իհարկե, նման պատահականություններ միայն պետական ապարատում տեղ գտած անձանց հետ կարող է պատահել։ Համայնքապետի կինը ունի 50% մասնաբաժին Ղ Ֆարմ դեղատան բիզնեսում։ Իդեպ այդ դեղատունը որդունն է, Գրիգոր Ղազարյանին է։ Հետաքրքիրը այն է, որ դեղատունը որևէ եկամուտ չի տվել համայնքապետի տիկնոջը, ով իր հայտարարագրում որևէ դրամական միջոց չի ներկայացրել։ Սա բնականաբար կամ չիմացության արդյունք է, կամ եկամուտները թաքցնելու։ Ընկերներ, իհարկե, միայն պաշտոնական տեղեկատվությունը հերիք է, որպեսզի հասկանանք, որ ՔՊԱ-ական համայնքապետը այդքան էլ ազնիվ չէ։ Սակայն կան նաև այլ տեղեկություններ, որոնցով կկիսվեմ նաև ձեզ հետ։ Ըստ Արաքսում պտտվող լուրերի, մեր Ղազար Ղազարյանը նաև դրամական միջոցներ է ստանում շինթույլտվությունների դիմաց, հողերի առք և վաճառքից։ Խոսվում են նաև սուբվենցիոն ծրագրերի միջոցով տեղի ունեցող մրցույթներում փայ ունենալու մասին։ Իդեպ, ձեր մեջ երբևէ հարց չի առաջացել, թե ինչպես է ստացվել, որ համայնքներում հիմնականում նախկինների օրոք թալանով զբաղված անձինք դարձել են ՔՊԱ-ականներ։ Բացի դառնալուց, համայնքներում որևէ բան չի փոխվել։ Եթե պետք է ասեք ասֆալտ, ապա հիասթափեցնեմ։ Ասֆալտով սոված երեխաները հաց չեն ուտում։ Ասֆալտով մարդկանց կենսամակարդակը չի բարձրանում։ Դեռ չեմ խոսում կատարված ասֆալտապատման որակներից։ Եթե ցանկանում եք ունենալ ասֆալտի ղեկավար, ապա միայն Նիկոլ Փաշինյան։ Բայց եթե ցանկանում եք, որ իրապես երկիրը զարգանա, աշխատատեղեր ստեղծվեն, որ թալանը վերանա, ապա միակ տարբերակը իրական հեղափոխությունն է։ Ես ձեզ առաջարկում եմ տարբերակ։ Գնալ ընտրության և կրկին 5 տարի տառապել գործող թալանչի ռեժիմի ձեռքում կամ միասին իրականացնել իրական հեղափոխություն, որով վերջ կտրվի թալանին, վախին և անարժանապատիվ ապրելակերպին։ Ընկերներ, եթե ձեր հոգու խորքում դեռ կան կասկածներ, որ միգուցե Նիկոլ Փաշինյանը տեղյակ չէ, թե ինչ է տեղի ունենում երկրում, ապա ձեր հոգու հանգստության համար կարող եք ստուգել ուղարկելով նամակ կառավարության էլեկտրոնային հասցեին։ Կհամոզվեք, որ ձեր խնդրի լուծումը տեղի չի ունենա։ Կհամոզվեք, որ ձեր նամակը կուղարկվի տարբեր պետական կառույցներին, և այն որոշ ժամանակ հետո կկորի։ Այս ամենը անելուց հետո ինքներդ կհամոզվեք, որ երկրում որևէ բան չի փոխվել, որ նույն թալանը շարունակվում է, որ Ղազարների նմանները մտածում են միայն սեփական բարօրության մասին, իսկ ձեր և ձեր երեխաների ապագայի մասին մտածող չկա։ Առաջիկա օրերին կներկայացնեմ հստակ ուղեցույց, թե ինչպես պետք է անենք իրական հեղափոխություն, ինչից հետո ինչպիսի կառավարում ենք ունենալու։ Չկասկածեք, մեր մոտ դա ստացվելու է, գիտեք ինչու, որովհետև իրոք հոգնել ենք կեղծիքից և թալանից, հոգնել ենք պետական պաշտոնյա կոչվածների անտարբերությունից։ Այսօր այսքանը, կհանդիպենք երկուշաբթի, հարգանքներով, ձեր Հայը։